ծաղիկների ներքո այստեղ նրա գործընկերները, հարազատները բավականին դիսված են և այս ծաղկողությունները նկայում են նրա թողած մեծ վաստակի մեծ ներդրումի համար, որ նա կատարել է հայ թատրոնի, հայ կինոյի և ընդհանրապես Հայաստանի համար։ Ունենան հանկարծ աստղին կանային, թող չհավատան, սուգը դապատիկ, իսկ թե ուզենան ունենալ հավատ, թող վերադարձնեն, և նաև այստեղ հնչվում է նրա ասմունքը, իսկ դու գրպանիք կշուրապարի, ներս նաջեցին սորերի հասկեր, հասնելուց հետո ուր հավակիր ու քո ձեռքերով ծրիր աշխարհի անցկակաշտին ու հատիկներ նայել, որտեղ էլ ընկնեն, հայեր կծնվեն, հավատա, որդի, Վարվարա Սասնադավթից առած, հրիպիտ մատներ, ուղեղներն այն ամտաշ ու գուց, որ մածուկի նման արնաշաղաղ, միմիտ ունեին միայն, գրպել գյավուհային, կայեն ու կհավաքեմ ես ձեր ոսկորները պտած, կնետեմ ձեր նման հարթած շների դիմաց, որ հոշոտ են իրենց նախնիների փոշին, ու որնացավից մեռած են յուս բաշին, նեղված դագաղի մեջ, մղկտած ցավից, յոլտաշ մեղատուրքի Քաշիր, ուսիդ մատաղ, եսո ջան John
եկելու հետևորդներ տեսնում եք Հովհաննես եկեղեցուց Արտաշես Ալեքսանյանի արքունի դուրսբերման զուգահեռ հնչվեց նրա ասմունքը խորովելի ներքո գռունկ ուստիկուգաս ծափողությունների ներքո հանեցին նրա մարմինը և իրավ Հովհաննես Թումանյանը ինչպես ասել է մենք ամենքս հյուր ենք կյանքում, բայց կարևորը այն է, թե ինչպես կմնանք այս աշխարհում։ Գործն է անում լավ իմացեք, որ խոսում է դարեդար, եռնեք նրան, որ իր գործով կապրի անվերջ, անդադար։ Արտաշես Ալեքսանյանի գործը իսկապես կապրի անդադար, կխոսի դարեդար, նրա վաստակը դեռ երկար կհիշվի հայ թատրոնում, հայ կինոարվեստում։